Ողջույն։ 7 տարի առաջ այսօրը ապրիլի 23-ին հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը, հնարավորություն տալով Նիկոլ Փաշինյանին երկրի վարչապետ դառնալ և կառավարել բոլորիս ապագան, նաև անցյալը, ինչպես ժամանակը ցույց տվեց։ Երկու շաբաթ անց մեկ անհաջող փորձից հետո Նիկոլ Փաշինյանը ընտրվեց վարչապետ Հայաստանի այն ժամանակվա խորհրդարանի կողմից։ Երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ, կարճ ժամանակ անց արդեն դատելով նրա կադրային քաղաքականությունից, նրա որոշ գործողություններից ասում էինք, որ եկել է Արցախը հանձնելու, ցեղասպանությունը ուրանալու, հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու և այլ ազգային շահերին վտանգող քայլերի համար։ Սա այն դեպքերից է, որ կուզենայինք սխալված լինել, ցավոք ընթացքը ցույց տվեց, որ չենք սխալվում։ Ուղիղ 7 տարի անց պաշտոնապես ֆիքսում ենք, որ մեր մտահոգությունները կատարված են, մեր անհանգստությունները դարձել են իրականություն, բայց նրանք այս ամենը կատարելուց հետո դեռ չեն ավարտել իրենց գործունեությունը։ ՔՊ-կան պատգամավորներն այսօր խորհրդարանում մունատ էին գալիս լրագրողների վրա, թե ուր ա որ հայոց ցեղասպանությունն ուրանում ենք, չկա մարդ, որ կարող է ուրանալ ցեղասպանությունը։ Թուրքիան ասում է, պետք է պատմաբանների հանձնաժողովը քննի, տեսնեն, ինչ ողբերգություն է եղել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նիկոլն էլ իր հերթին ասում է, դեռ պետք է պարզենք, ինչ է տեղի ունեցել, թե Նիկոլը, թե Էրդողանը լրիվ նույն բանն են ասում։ Ուղղակի Նիկոլը պատմապան բառը չի օգտագործում դեռ։ ՔՊ-ականները մեղադրում են Սերժ Սարգսյանին, որ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտություն անունը ստացած բանակցությունների փուլում Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ մեր մարզիկների հագուստից հանվել էր Արարատի պատկերը։ Դա իհարկե քննադատելի քայլ էր և բավականին աղմուկ բարձրացավ այդ ժամանակ։ Շատերս դա կարող ենք հիշեցնել, որովհետև քննադատել ենք նաև այն ժամանակ, բայց ՔՊ-ն իրավունք չունի գոնե մի տողով հիշեցնել այդ մասին, որովհետև իրենց առաջնորդն է այս 2 տարի անընդհատ ասում, ինչ եք կպել Արարատից, մոռացեք, մեր լեռը Արագածն է։ ՔՊ-ականներն ասում են, ուր ա որ ցեղասպանությունը ուրանում ենք, Նիկոլի օրոք Բայդենը ասել է ցեղասպանություն բառը։ Հա, պրիմիտիվ եք, որ Բայդենը ասել է ցեղասպանություն, կարող եք ասել դրա մեջ քանի լումա ներդրում ունի Նիկոլը, ՔՊ-ն։ Հա, Բայդենը ասում է ցեղասպանություն, իսկ Նիկոլը դասախոսություն է կարդում ցեղասպանության մասին ու ոչ մի անգամ չի ասում ցեղասպանություն։ Նիկոլենք ասում են, ցեղասպանության ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններից չէ։ Ժողովուրդ ջան, ոչ թե առաջնահերթություններից չէ, այլ ընդհանրապես օրակարգում չկա։ 7 տարի իշխանության են, հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին հայտարարել են ընդամենը Միացյալ Նահանգներն ու Լիբիան 2019-ին, Լատվիան 21-ին, Մեքսիկան 23-ին։ Այսինքն ոչ թե հայոց ցեղասպանության ճանաչումը օրակարգից դուրս է եկել Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, այլ սրանց իշխանության գալուց անմիջապես հետո։ Ու ձեր քաղաքականությունը, նաև ձեր ուրանալը հանգեցրեց նրան, որ 2020 թվականին ունեցանք նոր պատերազմ, 23 թվականին ունեցանք բռնագաղթ Արցախից, որը հենց ցեղասպանություն է։ Արցախում մնաց ընդամենը մի քանի մարդ, որպես թանգարանային նմուշ։ Երեկ մասնակցում էի ֆիլմի ցուցադրության, ֆիլմը կոչվում է Ավետյաց լեռը։ Մեր պատմության ողբերգական էջերի մասին չափազանց կարևոր վավերագրություն էր։ Ցեղասպանության մասին էր։ Ցեղասպանությունից հետո անգամ Հայաստանը զավթելու թուրքական պլանների, այսպես կոչված նաև Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի իշխանության քաղաքականության, Արցախյան պատերազմի և դրանում Թուրքիայի ակտիվ դերակատարության, թե զենքով, թե հրամանատարությամբ, թե դիվանագիտությամբ, Արցախի վրա 2023 թվականի հարձակման, բռնագաղթի մասին էր։ Դու տեսնում ես, թե ինչպես Հայաստանի պաշտոնական քաղաքականության փոփոխության արդյունքում Թուրքիան հաջողացրեց անել այն, ինչը անգամ ցեղասպանության ժամանակ չէր հաջողում։ Նիկոլ Փաշինյանը պարտության տանելով Հայաստանը խառնեց ամբողջ տարածաշրջանը, մեզ զրկեց մեր երկրորդ հանրապետությունից, մեզ զրկեց զարգանալու հնարավորությունից, իրար մոտեցրեց թուրքական աշխարհը, Հայաստանը դարձնելով միջանցք։
Թուրքիայի հետ բարեկամություն անելու քարոզարշավի մասնակիցներին ֆիլմը ցույց է տալիս Սիրիայի օրինակը, թե ինչպես այն դարձավ թուրքական ազդեցության գոտի, հիմա իշխանությունը փաստացի Թուրքիայի ղեկավարման ներքո է։ Ու սա պետք է դաս լինի Հայաստանի իշխանության համար, որը չունենալով այս պահին Թուրքիայի հետ հարաբերություն կառուցելու որևէ նախապայման, որևէ երաշխիք, թռել է թուրքերի գիրկը։ Շնորհակալություն եմ հայտնում Alpha Media House-ին ֆիլմի համար եւ խորհուրդ եմ տալիս անպայման դիտել։ Հղումը կդնեմ մեկնաբանությունների հատվածում։ Դիտեք, որովհետեւ այնտեղ լիուլի փաստեր են, որից ինքներդ կարող եք վերլուծել, դասեր քաղել, շատ բան հասկանալ։ ԿՊԻ-ն էլ խորհուրդ եմ տալիս անպայման նայել, անգամ կուսակցական ժողովներում, որ ամեն անգամ մի անկապ թեմա գտնում քննարկում եք, այս անգամ ֆիլմը դիտեք, թե ձեր անկապ քննարկումները մեր երկիրը ուր են հասցրել ու ինչ process-ների մասնակից եք դուք։ Իհարկե թշնամու կողմից նկատի ունեմ։ Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը, ժխտողականության դեմ պայքարը իմ տպավորությամբ պետք է լիներ այլ լեզուներով։ Հետո թարգմանեին հայերեն, որ հայ հասարակությունն էլ տեղեկանար, թե ինչպիսի աշխատանք են տանում ժխտողականության դեմ, բայց երբ հայոց ցեղասպանության մասին ֆիլմեր են նկարում հայերենով, չուրանալու կոչեր են հնչում հայերենով, դասեր քաղելու կոչերը հնչում են ուղղված հայերին, նշանակում է, որ խնդիրը արդեն ավելի շատ մեր ներսում է։ Մեր լրատվամիջոցներից գործը չափազանց դժվար է, որովհետև ստիպված ենք պայքարել ոչ միայն թշնամիների ապատեղեկատվության, այլ մեր երկրի կառավարության տեղեկատվական քաղաքականության դեմ։ Այսօր նրանց դիրքորոշումները նույնական են։ Ուզեք չուզեք, ձեզ ճղեք, հոխորտակ, ինչ էլ անեք, մեկ է, ձեր իշխանությունը ողբերգական ազդեցություն է ունեցել մեր պատմության վրա։ Ու դուք չնայած բարձր գոռում եք, թե մոռանանք անցյալը, ցեղասպանության ճանաչում պահանջելը անցյալում է, Ղարաբաղի էջն էլ փակված է, բայց հակազդեցությունը այնքան մեծ է, որ ձեր ծրագրերը ձախողվում են, ու ձեզ նաև դրա համար են արդեն բոլոր տեղերում իրար հետևից մերժում։ Ցանկացած միջավայրում, երբ զրույցի ես բռնվում, տեսնում ես, որ մարդիկ նույն կարծիքն ունեն, որ Նիկոլ Փաշինյանը գործում է Ալիևի ու Էրդողանի թելադրանքով, պարտադրանքով։ Դրանում արդեն շատերի մոտ կասկած չկա։ Նրանց հիմնական քննարկման թեման այն է, ստիպողաբար է անում, շանտաժով է անում, իր կամքով է անում, համոզմունքով է անում, գեները գուցե հայի չեն, այ քննարկումը սրա շուրջ է։ 2018 թվականին Հանրապետության հրապարակում կոկորդ էր պատռում, թե ես հլը չեմ բանակցել, բայց ասում են, թե եկել եմ Ղարաբաղը հանձնեմ։ Չեղավ այդպես։ Ինչպես որ պատմական փաստ է հայոց ցեղասպանությունը եւ հայոց ցեղասպանությունն իրականացնողների անունները Թալյատի գլխավորությամբ, այնպես էլ պատմական փաստ է Արցախի հանձնում եւ հանձնողի անունը։ Փաստ է հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանի դիրքորոշման կտրուկ նահանջը Նիկոլի գլխավորությամբ ու թիմի ձեռամբ։ Այսօր ԿՊ-ական պատգամավորներն ասում են, մեզ հանկարծ չմեղադրեք ցեղասպանություն ուրանալու նահանջելու մեջ։ Թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Արարատ Միրզոյանն ասում է, շատ դժվար է մոռանալ նախնիներին ու մոռանալ պատմությունը։ Արարատ Միրզոյանը չի ասում, մենք չենք մոռանալու, պարտավոր եք հաշվի նստել փաստերի հետ, ստիպված եք լինելու մի օր ընդունել եւ այլն, այլ ասում է շատ դժվար է մոռանալ, այսինքն փորձում ենք, դժվար է, բայց կաշխատենք մոռանալ, այսինքն դժվար գործ ենք անում, թուրքեր ջան, դա թանկ գին ունի։ Հենա Արցախն էլ տեսակ ինչքան դժվար է ուրանալը, հանձնելը։ Ցավալին այն է, որ այս մարդկանց հետ այս ամբողջ ժամանակ մենք ապրել ենք նույն երկրում, նույն միջավայրում։ Իմ տարեկիցները, որ այսօր ԿՊ-ական դեպուտատ են, նույն տարիներին սովորել ենք դպրոցում, համալսարանում, ծառայել ենք բանակում, զենքով երթում ենք տվել կյանքի գնով պաշտպանել հայրենիքը։ Ու հիմա նրանք դարձել են թուրքական օրակարգեր սպասարկող մեր նույն երկրում։ Մենք էլ նայում ու խելագարվում ենք։ Բայց չէ՞ որ նույն միջավայրն է։ Ոնց այդպեսին դարձան իրենք։ Նիկոլը շատ է խոսում կրթությունից, գիտելիքից։ Հիմա նույն միջավայրում իրենց գիտելիքները ոնց հարստացան թրքասիրության ուղղությամբ։ Ինչը նրանց դարձեց այդպիսի ուրացող, հանձնվող, դավաճան։
Արդյոք մենակ փողն ու պաշտոնը։ Կարճ ասած, այս իշխանության հետ վաղուց ամեն ինչ հասկանալի է։ Թե ինչ քայլեր են անում, որը որից հետո են անում, ճշգրտորեն կանխատեսել ենք ու շեղում չեն տալիս։ Բայց հարցը այն է, ինչպես է այս ամենի դեմը առնվելու։ Այսօր մտահոգիչ հարց է, թե որ մեկս ավելի շուտ կհասնենք մեր նպատակին։ Իշխանությունը հայկական հարցը ամբողջությամբ փակելու, Հայաստանը քարտեզից ջնջելու եւ թշնամուն բանտիկով սիրուն հանձնելու իր ծրագրում, թե ընդդիմությունը ժողովուրդը այս ծրագիրը խափանելու գործում։ Մեծ ուրախությամբ պետք է նշենք, որ իշխանության դեմ պայքարի թեզերը, Փաշինյանի ու թիմի արածները դավաճանություն որակելու թեզերը հանրության մեջ ընկալում ունեն։ Ուղղակի հարց է, թե որ կողմը ավելի համար կգտնվի ու կհասնի վերջնական հաջողության։